Դե լավ է, գործ չունեմ այ մարդ, մեկը ես եմ վատամարդ դուրս գալու։ Արջան հալալա քեզ, գիտես չէ, այս գործը, որ մենք գլուխ բերեցինք, դու ես լինելու սպայի տնօրենը։ Գործան, այդ գործը համարի գլուխ եկածա, մնում է դու անես են, ինչ որ քո անելիքն է ու վերջ։ Անելը էլի ես կանում է, Արթուր ջան, ուղղակի ամեն գործում էլ մի քիչ բախտ է պետք։ Դե հա, կա տենց բան, բախտը ամեն ինչում էլ պետք է։ Երեխեք ջան, ճաշը պատրաստ է, սեղանը գցեմ հաց ուտենք։ Հա, մամ ջան, վերջացնենք մեմ։ Հա, հեսա դնեմ տղես։ Մամ, Հա ջան։ Վիկան ուր է։ Վիկան ինչ-որ օֆիս է գնաց իր աշխատանքի հետ կապված։ Ըս քանի ժամ է տևում իր օֆիս գնալը։ Գոր, կլինի որ մենք հետո խոսենք այդ մասին։ Չէ, մամ, հենց հիմա զանգիտես որտեղ է, թող շուտ գա։ Լավ։ Գորջան, ես երևի գնամ։ Ոնց։ Ուր ես գնում, այ ախպեր, հեսա հաց ենք ուտելու։ Չէ, ապեր, համ սոված չեմ, համ էլ դու մամայի հետ ոնց որ խոսալու բան ունես, անհարմար վիճակ է, էլի։ Մենք մամայի հետ արդեն խոսացինք, վերջացրինք, միջև հաց չուտես, այս տնից չես գնա։ Գոր, Վերջ, չենք շարունակում։ այ ախպեր, ուրիշ բան եմ ասում։ Հա, ինչ է, Արջան, ասա։ Գոր, այն բանից, Սահակից նորություն կա, չի հանդիպում։ Չէ, ախպերս, ոչ մի նորություն էլ չկա։ Վերջին անգամ դրան զաքսում տեսա, եկավ գլուխը կախ ստորագրեց ու գնաց։ Էդ է եղել։ Դե այդ այլի խելքը գլուխն է հավաքել։ Հա, Արջան, հա։ Գորջան, լավ, ես գնամ ապեր, իժոք գործեր կա մի քանի, վերջացնեմ էլի կգամ հաց կուտենք։ Դե սպասում եմ։ Եղավ, դա ռեժիմ ապեր գնացի։ Զանգեցիր աղջկատ, մամ։ Լսի Գոր, ես հասկանում եմ, որ Արտուրը քո մտերիմ ընկերն է, բայց չարժի դրա ներկայությամբ քրոջդ մասին այդպես խոսես։ Ման, բայց ես ինչ եմ ասել։ Հարցրեցի զանգել ես աղջկատ, որտեղ է, ասա թող տուն գա։ Դու հասկանում ես, Արտուրի մոտ կարող է սխալ կարծիք ձևավորվի քրոջդ մասին։ Մամ, ինչ ես խոսում։ Ճիշտն եմ ասում։ Լավ, եղավ։ Սրանից հետո, որ բան ունենամ հարցնելու, առանձին կտանեմ մի կողմ կհարցնեմ։ Զանգեցի չի պատասխանում, երևի հենց հիմա էլ հարցազրույցի է։ Չհասկացա, քանի ժամ է տևում այդ հարցազրույցը։ Կարող է հոլիվուդյան ֆիլմի կաստինգի է գնացել։ Շատ մի 3 հոգի լինի, մի կես ժամ տևի էլ այդ ամեն ինչը։ Բաքու կարծիքով ինչի չի պատասխանում զանգես։ Չգիտեմ, մամ։ Բայց եթե սեն շարունակվի, ես արդեն ուրիշ բաներ եմ սկսում մտածել։ Լսի Գոր, վերջացրու, հա։ Մամ, սիրտս վատ բան ազգում։ Ավելի լավ է գնա հացդ կեր սեղանը դրել եմ։ Ավելորդ բաներ հերիքա խոսաս այդ երեխու հասցային։ Արթուրը լավ հասկանում էր, թե ինչ է կատարվում ընկերոջ ընտանիքում և չէր կարողանում անուշադրության մատնել դա։ Առավել ևս, որ իր աչքերով էր տեսել Վիկտորիային անծանոթ տղամարդու հետ մի վայրում, որը հաստատ աշխատանքի ընդունման գրասենյակ չէր։ Թե զանգեմ գոռում։ Կարող եմ նստել։ Հա, իհարկե։
Ինչ ես անում ստեղ։ Ոչ մի բան, ուղղակի անցնում էի։ Ինչ ես խափում։ Ես շատ լավ գիտեմ դու ինչ ես ստեղ։ Գիտես։ Դու մի քանի ժամ առաջ էլ էիր ստեղ։ Հա, մի քանի ժամ առաջ գործ ունեի դիմացը, ստեղ դրա համար էի ստեղ։ Լավ չես խափում։ Ես ինչի կոնկրետ չես ասում, ինչի համար ես այստեղ կամ ում համար ես այստեղ։ Լավ։ Կոնկրետ կասեմ։ Լավ, արի գնանք բարում խմենք ու հանգիստ խոսենք։ Չէ, ավելի լավ է նստենք ստեղ հանգիստ խոսենք։ Վիկա։ Արի ես քեզ հյուրասիրում եմ։ Վիկա, մենք ոչ մի տեղ չենք գնում։ Ոնց է շտապում ես, հա, արդեն։ Ա, կներես ես ուղղակի։ Վիկա, ես ձեր տնից եմ գալիս ու տեսա, որ մայրդ ու գոռը անհամբեր քեզ են սպասում։ Ու դու մերոնց ասելու ես, որ ինձ ստեղ ես տեսել։ Չէ, չեմ ասելու։ Ինչի։ Կարիք չկա, որովհետև։ Արթուր, ինչ ես ձգձգում։ Կոնկրետ ասա, էլի ասելիքդ։ Մի րոպե։ Վիկա, դու ոնց որ սխալ կարծիք ես կազմել իմ մասին։ Ես լրիվ ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Այդքան հիմարի նման է։ Կարծում ես չեմ զգում, որ ինձ հետևում ես։ Վիկա, մի հատ ուշքի արի ու մտածի ինչ ես խոսում։ Ու մի մոռացի ում հետ ես խոսում։ Չեմ մոռանում։ Մի վախկոտ տղամարդու ով անկապ ժամանակ է վատնում հիմար խոսակցության վրա։ Լավ։ Շատ լավ։ Իմ համար արդեն ամեն ինչ պարզ է։ Ես շատ լավ հասկացա, թե ամուսինդ քեզ ինչի է ծեծել ու տնից դուրս վռնդել։ Չափդ անցնում ես արդեն։ Նայ դու էլ իր օրին չեմ կնես։ Էդ էլ է հարցը մեզնից ով իր օրին կընկնի։ Ինչ ես անում։ Ինչ ես անում։ Քեզ տանում եմ տուն, որ փողոցում չմնաս ու ընտանիքիդ անունը խայտառակես։ Արթուր, սպասի, խնդրում եմ։ Սպասի։ Ինչ։ Ասա ինչ։ Ես կներես ինձ։ Ես այն մարդը չեմ, ով ներկայանում եմ։ Ես սխալ ներկայացա։ Հա։ Խնդրում եմ հավատաս։ Կհավատամ, Վիկա։ Կհավատամ, եթե հիմա հետս գաս տուն, ու էլ սենց բաներ չանես։ Ու ոչ միայն իմ հետ։ Երդվում եմ, էլ չեմ անի։ Շատ լավ։ Ուրեմն գնացինք։ Գնամ մի հատ պայուսակս վերցնեմ կամ ներսում եմ թողել։ Չէ, Վիկա, ես քեզ չհավատացի։ Կարմիր կովը կաշին չի փոխում։ Ավելի լավ է քեզ տանեմ տուն, թող մնացած հարցերդ տնեցիկդ լուծեն։ Գոր ինչի ես կանգնել նստիր էլի։ Մամ լավ էլի, ներվեր ունեմ ես նստելու։ Ներսիցս սիրտս պայթում է, որ չգիտեմ այդ աղջիկդ որտեղ է։ Լսի Գոր, ես քեզ հասկանում եմ, բայց հանգստացի, ես թույլ չեմ տա ավելորդ բաներ խոսես։ Ես քեզ հիմա նես բան կասեմ, որ դու էլ կարծիքդ կփոխես այդ։
Գոր, ես քեզ զգուշացնում եմ ավելորդ բաներ մի խոսին։ Այս որ ասել եմ իմ մտքերը չի, ման։ Նախքին փեսա այդ մտքերն է, որ գնացել է գլուխը ջարդելու։ Ու ինչ էր ասում այդ նախքին փեսան։ Թե չմտքովը չի անցնում, թե նախքին փեսատ ինչի աղջկա ծեծել ու տնից վռնդել։ Որովհետև խելագար ապուշի մեկն էր։ Չէ, մամ, սխալվում ես։ Ես էլ էի սխալվում առաջ, բայց հիմա հասկանում եմ, որ աղջիկը Վիկա։ Ինչ եղե, բանես, ինչ եղեցավ տանեմ։ Վիկա ինչ եղել, մեծ խոսա։ Ինչ պիտի լինի ինքերը տղուներից բռնաբարեն։ Ինչ, որ ընկեր ես։ Արտուրը ամենամոտ ընկերը։ Չես, արդեն վերջ։ Չի կարա սենց բան լինի։ Գորես հաստատ ինքնա։ Հաստացի։ Չբացես դուրը, ես գիտեմ, ինքը եկել է արդարանա, մի բացի դուրը։ Ավելի լավ որ ինքնա, կբարձենք ամեն ինչ։ Հանգստացի, բացի, հանգստացիր վայ։ Գոր, կարանք առանձին խոսանք ապեր։ Չէ, չի կարա։ Բոլորի ներկայությամբ հիմա ամեն ինչ կպարզենք ինչ ա եղել։ Լուսի, դու ես ինչ տեսակի մարդ ես։ Դու ոնց ես քեզ թույլ տալիս այդքանից հետո գալիս ու նայել ընկերոջդ աչքերի մեջ։ Հասկացա։ Տիկին գրետ, այս ինչ եք ասում։ Մամարի գնանք սենյակ։ Մի րոպե։ Գոր ինչ է կատարվում ստեղ։ Հանգստացեք։ Գոր մի հատ խնդրում եմ բացատրի։ Ինչա կատարվում ստեղ, Վիկան, ինչա ձեզ ասում։ Ասել եմ ինչ եղել այդ տականք։ Բայց ինչ ա եղել, Վիկա։ Ես ասում եմ, չէ՞ որ գալու է արդարանա։ Ձենը սկդրի վերենգի տեղը տասեցի, Վիկա։ Գոր, նորմալ խոսի։ Սուսման։ Հիմա նայում ես աչքերիս մեջ ու ասում ես։ Դու Վիկա հետ մենակ խոսացել ես, թե ուրիշ բան է եղել։ Նայ հանգարտ չխաբես, Արթուր։ Գոր ջան, ինչ ուրիշ բան պիտի լինի Վիկայի հետ։ Հարցից պատասխանի։ Լավ։ Ամեն ինչ պարզ է, Գոր ջան։ Ուրեմն սենց։ Գոր դու իմ ամենամոտ ընկերն ես, Վիկան էլ քո քույրն է։ Ես ոնց կարայի ինձ ուրիշ բան թույլ տայի։ Ոնց կարամ ես ինձ ուրիշ բան թույլ տամ, Գոր։ Դու չես ամաչում այդ տականք։ Վիկա ձենը կդրի։ Գոր, նորմալ խոսիր քրոջդ հետ, սա ինչ ձև է։ Ձև է, մամ։ Դու գիտես սան ինչ է ծեծել ու տնից վռնդել։ Որովհետև սան ուրիշի հետ է բռնեցել, մամ։ Հասկանում ես ու երեխեն ուրիշից է եղել սրա, սա համար տապել ու տնից վռնդել է, մամ։ Դու հավատում ես այդ ոչխարի ասածներին։ Չէի հավատում, իսկ հիմա հավատում եմ, խեղդեմ քեզ։ Գոր, ես քո քույրն եմ, Գոր, ես ինչ ես անում։ Այս ամեն ինչը պետք է վաղուց անեք, քեզ մի ժամ ժամանակ։ Վեշերը հավաքում ես ու ռատ ես ելնում ես տնից, հասկացար ինձ։ Մամ, խնդրում եմ, մի բան ասա։ Գնացին գալ։ Գոր, ես գնալու տեղ չունեմ։ Գոր! Մամ! Կներես ինձ։ Ես գիտեմ, որ Գորը երբեք չի եղել։ Բայց կոնե դու հետներ։ Իրականությունից չես փախչի եւ չես թաքցնի, քանի որ այն ժամանակի ընթացքում բացահայտվելու յուրօրինակ հատկություն ունի։ Ինչպես եւ համոզված էր Վիկտորիան, Գորը երբեք չներեց իրեն։ Գրետան նույնպես չկարողացավ ներել անառակ դստերը, բայց մայրական սրտի թելադրանքով ժամանակ առ ժամանակ հանդիպում էր նրա հետ եւ որոշակի գումար տալիս։ Ամենացավալին այն էր, որ
Մայրն ու եղբայրը միայն այս միջադեպից հետո ճանաչեցին իրենց անծանոթ հարազատին։